որտեղ իր դատական նիստն է շարունակվում, Չկա։ ժամը 11-ին կսկսի դատական նիստը։ Պարոն նախագահ, թե դատական նիստ է մեկնարկելու, ամեն դեպքում չեն կարող չարցնել Դավիթ Համբարձումյանի կալանավորման դրվագի մասին։ Օրինաչափությունը այս պարագայում պահպանվեց, ընդդիմադիր գործիչ է կալանավորվել, ձեր դիտարկումները։ Մենք այդ առիթով դատավճռից անմիջապես հետո հայտարարություն ենք տարածել, որտեղ մեկ անգամ ևս ընդգծել ենք, որ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է եւ դատավճիռները, այսպես ասեմ, կախված են մի անձի կամքից։ Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել կապված Դավիթի կողմից հանցավորվողներության հետ։ Բացի դրանից այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել։ Բնականաբար այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա։ Պարոն նախագահ, եւ մի դիտարկում, ինչու արևմտյան այսպես կառույցները, միջազգային կառույցները պահպանում են իրենց այս լռության ուխտը եւ ձայն չեն հանում բացառությամբ մի քանի անհատների եւ մի քանի կազմակերպությունների։ Շատ պարզ է, որտեղ նրանք սատարում են այսօրվա իշխանություններին, ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ շահով են շարժվում։ Ամեն դեպքում, երբ որ շփվում եք ժամանակին արևմտյան պաշտոնյաների հետ, սա էր իրենց պատկերացրած ժողովրդավարությունը։ Ոչ,